ողջույն ձեզ, ժողովուրդ ջան, հանդիպեցինք էլի հեռախոսային զանգերին, բայց այսօր շատ հետաքրքիր հյուր ունենք ու հետաքրքիր ծրագիր է ու կտեսնենք, թե սրանից հետո ինչպեսի արձագանքներ կլինի։ Այսօր մեր Արմանի հետ է լուսավոր մի տղայի երիտասարդ։ Հիմա հետաքրքիր կլինի այն առումով, տեսնենք առաջ արձագանքներ ինչպեսին կլինեն։ Ես կխոսեմ գիտությամբ, կչալեմ, այսպես ասած, մեր Արմանել իր աշխատանքով տեսնենք ինչպես կգնա, ինչպեսի հարցեր կլինի եւ ես ինչպես կտեսնեմ, Արմանն ինչպես կտեսնի ու կթողնենք դատը ձեզ։ Դուք ինքներդ կորոշեք, կտեսնենք, որ կողմն ավելի ճիշտ լինում, ավելի հետաքրքիր լինում։ Ժողովուրդ ջան, քանի որ մեր Արմանն առաջին անգամ է այս ծրագրում, բաց TV-ում, հիմա տեսնենք Արմանն ինչ կասի իր աշխատանքի մասին, ինչպես կներկայացնի, այն դատը ձեզ ենք թողնում արդեն, ինչպեսի եզրակացություններ։ Արման ջան, դու էլ ներկայացի, ինչպես դու կտանես այսօրվա ծրագիրը։ Նախ շնորհակալ եմ շատ ծրագրին հյուր կանչելու համար, ինձ էլ է շատ մեծ պատիվ ձեր նման մարդու հետ շփվել, աշխատել միասին, Տիկին Լուսիա ջան։ Ես Արման Այվազյանն եմ, էքստրասենս շաման, ու ես էլ տարոյի միջոցով կփորձեմ աշխատեմ ու ընդհանուր եզրակացության գանք, ընդհանուր մի հատ գաղափարի գանք եւ մարդկանց օգնել։ Այսօրվա մեր գաղափարը նպատակը կոնկրետ մարդկանց հարցին լուծում տանեմ։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ հրավերքի համար, դա ինձ համար մեծ պատիվ է ձեր նման կնոջ հետ լինել մի տաղավարում ու փորձել օգնել երկու տարբեր երիտասարդ եւ ավելի բանիմաց, ավելի ճշգրիտ ձևով աշխատող մարդու հետ աշխատելը։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Ես շնորհակալ եմ։ Հրավերքը չես մերժել, իհարկե մեր գրասենյակի կողմից էլ է, միայն դա իմ միտքս չի։ Հիմա տեսնենք ինչպես կլինի զանգերը։ Բարև ձեզ, Տիկին Լուսիա ջան։ Բարև ձեզ։ Կներկայանաք։ Ես Օֆիկ Գրիգորյանն եմ։ Ազգանունը հարկավոր չի։ Ազգանունը Տիկին Օֆելա ջան, ազգանունը հարկավոր չի։ Ասեք, մեր Արմանն էլ է աստեղի միջալոց, Արմանին էլ կարող եք։ Ես ողջունում եմ Արմանին, միշտ ձեր հաղորդումները միշտ ես նայում եմ, ինձ համար շատ հետաքրքիր է ձեր հաղորդումները։ Տիկին Լուսիա ջան, առաջ երթին ցավակցում եմ ձեզ որպես մայր, շատ ծանր կորուստ էր, ափսոսում եմ ձեր տղային, եւ իմ ցանկությունն է, որ ձեր հետ խոսեմ իմ տղայի մասին։ Միշտ անհաջողությունների մեջ է, որը ապրում է Երևանում։ Իսկ դուք որտեղ եք ապրում։ Ամերիկայում։ Հա։ Շատ հեռու ենք իրարից, բայց հոգսերը շատ մեծ են։ Տղան այստեղ է, դուք Ամերիկա։ Այո։ Ինչքան ժամանակ է այդ հեռավորությունը։ Արդեն 13 տարի։ Մի տարի ավել է եղել։ Կասեք տվյալները ձեր տղայի։ Ինքը շատ բարի լավ տղա է, բայց Հիմա նայեմ, մի րոպե։ Խնդրեմ նաև ձեր ծննդյան ամիս ամսաթիվը ինձ ասել։ Կշերքով է։ Ձեր տղայի մոտ ասեցիք անհաջողական, հիմա ես կասեմ, հետո Արմանը իր հերթին իր աշխատանքով, իր մասնագիտությամբ կասի, ես հիմա մի անգամ ինձ ինչ տեսա, նուխոյա համաստեղությամբ, դուք էլ կշերք։ այո։ Կշերք խոյ իրար դիմացի նշաններն են, ապոզիցիոն նշաններ են կոչում, որոնք առանց իրար չեն կարող, իրար հետ էլ չեն կարող։ Տղան կրակա, դուք օդ։ Ու ձեր հեռավորությունը դա ոնց որ թե պետքա լիներ այդպես։ Ոնց որ թե պետքա լիներ, բայց ձեր տղայի մոտ ասեցիք, որ անհաջողական, տենց ասեցիք, թե բաներ չի ստացվում։ Այո, անհաջողություն ընտանիքում, առողջական, այդ հարցերն են։ Ինչի համար է այդպես։ Նախ առաջի Յուպիտեր մոլորակ գոյություն ունի,
Ես հիմա չեմ ուզենա կենթանակերպի ու մասնագիտական տերմիններ օգտագործեմ, դա ձեզ հետաքրքիր չի, ոչ էլ կարևոր է այդքան։ Ես ինչ որ տեսնում եմ ստե մոլորակները, վետ եմ ասում։ Դա իրա Յուպիտերից ելնելով կույս համաստեղությունը, որ նշանակում է իր մոտ յուրաքանչյուր գործ դանդաղ է լինում։ Շատ դանդաղ լինում, որից ինքը հոգնում է։ Եվ շատ կարևոր հարցերի ժամանակ, որ ուզում է ինչ որ կարևոր հարցեր անի, մենք սովորաբար ասում ենք 7 անգամ չափի նոր կտրի, բայց ես իրանք ասեմ 10 անգամ չափի նոր կտրի։ Ու ինչ որ հարց, որ ինքը ուզում է անի ու հանկարծ կանգնում է, սառում է, լճացում է, դա նշանակում է համբերի։ Նախ աշխատանքը քոնը չի, երկրորդն էլ դեռ ժամանակը չի։ Ու այդ պաուզայի ընդմիջման ժամանակ ինքը կարա մի ուրիշ բանով զբաղվի, շատ անգամ ես ասում եմ թող գնա սպորտ դալիճ, թող գնա անտառ, թող գնա ինչ որ ուրիշ մի բաներով զբաղվի, միջև իր ժամանակը մոտենա, որտեվ եթե ժամանակը մոտեցավ, իրան արագ ամեն ինչ կլինի։ Սա թող ինքը իմանա ու չվերագրի ոչ մի վատ բաների։ Հետո ես ուղղակի զգուշացումներն ասեմ, խաղամոլություն ու հաշիշամոլություն, ոնց են ասում, նարկոմանիա խստիվ արգելված է իրան, խստիվ, որտեվ անմիջապես սրտին հարված կտա իրան։ Ու սիրտը այդքան լավ չի եւ մեկ էլ ես իմ ասում եմ այն ինչը որ իրեն չի կարելի ու մեքենաներից գուշ մնա հիմա միջև հունիսի 20-ը մարս մոլորակ առյուծումը ինքն էլ որ ծնվել է իր մարսն էլ է այդտեղ գտնվում որ երեխաների հետ կապված որպես ինքը հայր եւ մեքենաների հետ կապված շատ զգուշ լինի զգոն լինի որ խնդիրներ չառաջացնի Ինչ վերաբերում անձնականի համար դա իր ֆինանսներից է գալիս, որ իր մոտ մի բան չի ստացվում, խառնվում է իրար, դե խոյ առաջին նշանն է, իմպուլսիվն է, ինչ իրեն խորհուրդ կտա, նախ առաջինը հումոր պետք է անի, դա իր մերկուրից է, ծկան մեջ է, հումոր հավատք։ Ես ասում եմ այն, որ ինչով դուրս գա իր նեղ վիճակից, հումորով, հավատալով, որոշ ժամանակ եթե ոչ մի բան իր մոտ չի ստացվում, համբերի չխառնվի իրար, եւ իր լուսի մոլորակից է որ աղեղնավորում է, դա նշանակում է զարգացած ինտուիցիա։ Ինքը մենակ պետք է լսի իր ներքին ձայնին, ինչ որ ներքին ձայնը իրեն հուշում է։ Եթե ինչ որ մի բան արգելվում է, չի ստացվում, սիգնալ է գալի։ Թող չանի, թող չխառնվի իրար։ Ֆինանսները, այդ կին իրանից մեծ է, թե փոքր, սիրում բաներ այս տղան, տարիքային բաները, որտեղ գնում է ռամանները առաջանում իր մոտ, սենց բաները կինը լսի, սկսի խանդային տեսարաններ առաջան ընտանիքում։ Ընտանիքում անարգուժություն է Լուսիա ջան։ Այդ խանդերը, այդ իրանից է գալիս, ես չգիտեմ իր կինը, որ ամսված ծնված է, որ ասեմ, ով է մեղավոր։ Նույն ամսվա Իրանք միշտ էլ վեճ կունենան լավ է, որ դուք իրանց մոտ Բացի Տիկին Լուսյան ներողություն, բացի վիճաբանությունը։ Ես հիմա մի քիչ հանգիստ թողնեմ, թող Արման իր կողմից ասի, շարունակի, տեսնենք ինքը ինչ կտեսնի, հիմա կասի ձեզ։ Նախ առաջերտին, ստեղ բացի այն, որ իրանց մոտ վիճաբանություն կա, ֆինանսի խնդիր կա, անձնապես տղամարդու հետ կապված սև նեգատիվի կրկնակի խոսակցություն եմ տեսնում, այլ աղջկա կողմից որովհետև ստեղ ընտանիքում համարյա հասել է նրան բաժանման, մի անգամ հասել է բաժանման, միացում է եղել, եսի երկրորդն է, ֆինանսական անկայունություն, գործնական անկայունություն ու ժառանգական նեգատիվի կրկնակի երևույթ, այսինքն նաև ձեր վրայից եկած նույն այս էտապը, որ դուք եք անցել, հիմա նմանատիպ անցնում է ձեր տղան, ու երկուս դեպքում էլ հեռավորություն կա, բայց ստեղ շատ մեծ դեր է խոսում ստեղ անեծքը Անեծքի կրկնակի խոսակցություն, որը որ գենետիկորենափոխանցվել դեպի իրեն, այսինքն ձեր վրա արված նեգատիվը անցել է դեպի իրան։ Ես փորձեմ նույնիսկ ասեմ Գայանե անունը, որը որ ձեր ընտանիքին շատ մոտ անձնավորություն է, ում մասին է խոսքը։ Կինն է Գայանեն, Արման ջան։ Տվյալ պարագայում խոսակցությունը հենց գալիս է իր վատ էներգետիկայի արկայությունից, որ անընդհատ ինչ-որ նեգատիվ է ներշնչում, փոփոխում է, բայց ստեղ մենակ կնոջ գաղափարը չի, նաև Արսենի կողմից է գալիս այդ ամեն ինչը, Արսենն ով է ձեր ընտանիքի համար, ես չգիտեմ, բայց այդ երկու անձնավորությունը անընդհատ խառնելու հետ կապված մեծ սեր ունեն։
Ժամանակավոր երևույթ եմ տեսնում, բնութագիրը սենց կարմ ասեմ, 17, 21, 30 թվերը իրանց համար այս ամսվա ճակատագրական կլինի, որովհետև ամեն ինչ փոխվում է դեպի դրական։ Ստեղ խոսակցություն, նաև երեխայի կորուստ եմ տեսնում, ինչի մասին է խոսքը։ Կորուստ։ Չկա դեր։ Դեր միգուցե աբորտ արել։ Չէ, չէի ասի տիկին Լուսիա, ստեղ այս այդ երևույթը չի, իրանց վրա ով աշխատել է, այդ կինը կարա նմանատիպ երեխու հեռասին, բայց այս այդ պարագան չի, որ կինը նման բանի գնա, այս կնոջ մոտ էլ իր հետ կապված ամեն ինչը սենց են, որ աշխատած երևույթը եկել է հասել է գագաթնակետին, այսինքն այս մարդու կանց վրա աշխատածն է եկել, հիմքը սա է։ Բայց ստեղ ընդհատեմ Արման ջան։ Չէ, բաժանում չկա, բաժանություն այս պահեդրությամբ չեմ տեսնում։ Ստեղ քանի որ նաև նկատում կրկնակի ամուսնության խոսք, այսինքն ստեղ ներկա պահին ձեր տղան երկրորդ ամուսնություն ունի, ճիշտ է։ Այո։ Ստեղ նաև կնոջ կողմից կինն ու թե կինը թե ամուսինը երկուսն են մեկը մեկին կասկածամտություն ունեն։ Ոնց որ տիկին Լուսյան ասավ, ստեղ խոսակցությունը առաջի կնոջից բաժանումը եղել է դավաճանություն, ճիշտ է։ Այո։ Երկրորդ տարբերակում կասկածամտությունն է ու միաժամանակ երկուսի վրա աշխատող բան։ Ձեր ընտանիքի վրա այդ ընտանիքի անեծքը գալիս է միմիայն այն կնոջից, ով չունի երեխա, ով կորցրել է երեխա։ Կոնկրետ ինչ-որ բան չեմ կարող ասել, բայց համենայն դեպս կին, որը որ նմանատիպ խնդիր ունի։ Տիկի Լուսիա, դուք ասեք Մի քիչ պատասխանատու բան է Օֆելիա ջան, դրա համար հարկավոր չի։ Այն առակը քանի չես բռնել, նի պոյմը նի որ։ Դրա համար հարկավոր չի տենց բաներ ասել, էլի մի հիմնվեք դրա վրա, պարզապես որ հիմա պատիժների 25 թվականը ավելի շատ մեծ պատիժների շրջան է սկսել, ով զբաղվել է նման չար վհուկությամբ, նման գործերով իրանք պատիժներ ունեն։ Դրանք հիվանդություններն են, ֆինանսների կորուստներն են, ու չսպասենք ով ինչ պատիժ պետք է ստանա։ Քանի որ այս ընտանիքում կան մանր երեխաներ, անչափահաս երեխեք, ես միշտ դեմ եմ բաժանման։ Չի կարելի, որովհետև այդ մաման, պապան իրան երեխեքին չեն հարցրել, մենք իրարից բաժանվենք, թե ոչ։ Զույգերով իրար հետ վիճում են, տուժվում են երեխեքը։ Պետք է երկուսն էլ լինեն հանդուրժող։ Այս աղջիկն էլ պետք է հումորներ անի, երկուսի մոլոր, գիտեք ինչ տեսակա, ոնց որ խնձորը կիսես։ Այս երկուսը ամուսիններով էսպես են։ Հետո տղան արդեն մի անգամ տեսել է անձնականում հարված։ Չարժի, որ այս երկրորդը սենց լինի ու երեխեքը անպապա մեծանան կամ չես հասկանում անմամա։ Պետք է գոնե համբերեն միջև երեխեքի չափահաս լինելը 12-14 տարեկանը։ Նոր ինչ անում են անեն։ Ուղղակի որ ընտանիքը չքանդվի, շատ բաներ աղջիկը պետք է դիվանագիտություն բանեցնի։ Դա միակ բանն է հաղթանակը զույգերի։ Բայց ես բաժանում չեմ տեսնում։ Ամեն ինչում հումորներ անեն աղջիկը։ Բաժանում չեմ տեսնում, հա, բաժանում չեմ տեսնում, ընդհակառակը Չէ, միջև ամսի 20-ը վտանգ է, քանի մարս առիթում է, տալիս է։ Բայց այս բային բաժանում ես չտեսա, ավելին ասեմ, իրանց ընտանիքում խոսակցություն գնեմ տեսնում, որից հետո այդ հարցի լուծումը կլինի։ Վերջնական իրանք իրար լսել չգիտեն, երկուսն էլ որ խոսք է, լսած կլինեք ասում, մեկը զանգակ պետք է լինի, մեկը բամբակ։ Իրանք երկուսն էլ դանակ մկրատ են, հակառակն են։ Մենակ իրար շուշուտացեն, վերջացնեն։ Այս այդ տարբերակն եմ ես Հիմա տեսնում։ մեր ընտանիքներում բամբակ զանգակ չկա։ Դրա համար հիմա բաժանությունները շատ են։ Այս ամսի 10-ից արդեն Յուպիտեր մոլորակը փոխվեց, մտավ խեցգետին, արդեն բոլոր ընտանիքների անկախ տարիքից բաժանություններ կամ միացումներ է տալիս։ Ու այն քարը փեշից թափեն երկուսն էլ։ Հանուն իրանց երեխաների, որ հեռացում չլինի։ Հետո կփոշմանեն։ Սա միանք, բայց դուք ինչ կարող եք անել։ Հիմա մենք ձեզ ասեցինք։ Դուք էլ անդադ ասում եք յոլա գնացեք, սուս մնացեք, ոչինչ, բայց իրանք գիտեն դա։ Հիմա Տիկին Լուսիա ջան, երիտասարդությունը ծնողներին երբ են լսում։ Չէ, նման ձևով ես ես այդ համամիտ չի լինի։ Ես ես խորհուրդ կտամ ինչ անեք, Տիկին Լուսիայի թույլտվությամբ իհարկե։ Ամենակարևորը աղոթ եք։ Աստծո աղոթք, ամենաուժեղ աղոթքն է, ընտանիքի աղոթքը, որ միշտ ի վերուստ հասանելի է։ Ցանկացած չարի դեմ
ամենաճիշտ բանը դա աղոթելն է։ Ինչ եք անում, իրանց նկարները վերցրեք սովորական ձևով, լցրեք աղ մեծ տարայի մեջ, իրանց նկարները դրեք, թող լրիվ ամբողջությամբ մի օր մնա, հանեք ու սկսեք աղոթել։ Կտեսնեք, որ 7-8 օրվա ընթացքում այդ ընտանիքում հանգստությունն ու անդորը անպայման կգա, որովհետև աղը միշտ ցավը իր վրա վերցնող է, իսկ մայրական աղոթքը ամենաճիշտ աղոթքն է, որ ի վերուստ հասցնում է տեղ։ Ինչի են ասում, ամենաուժեղ անեծքը դա ծնողի անեծքն է, որովհետև այն ծնողը, որ իրան ծնել է, այն էներգետիկան, որ իրան տվել է, իրանից է գալիս։ Դա միշտ տենց է, ու այդ նույն բարի աղոթքը հաստատ կասին, ես բաժանում չտեսա, Աստված տա լավ լինի ամեն ինչ։ Ինչ լավ կլինի Արման ջան։ Օֆիլիա, տեսեք, մամայի եւ աղոթք եւ անեծք, բայց մոր աղոթքը երեկանեծք փագում է։ Իրանք պետքա իրան ասա, թեկուս ասա, որ մեր հետ զրուցել ես։ Թող իրենք դնեն այդ եթերը լսեն, եթե կցանկանան իհարկե, եթե կուզենան կարան կապ պաշտպանեն կամ Արմանի կամ իմ հետ, ավելի մանրակրկիտ կասենք, երկուսի մոտ էլ հումորը պակասում է, բայց իրենց տրված է հումոր։ Իսկ հումորը ամեն ինչ է, եւ պետք է մարդիկ փախնեն անհումոր մարդկանցից։ Ես խորհուրդ չի տա բաժանությունը, հիմա ճիշտ է Օֆելիա ջան, որպես մայր դու դա լսում ես, բայց իրենք էլ կլսեն, ինձ թվում է, դու երևի կզգուշացնես իրենց, հենց երկուսն էլ ասում եմ, տղայի տանունը չեմ ուզում բարձրացան ասեմ, թող հարևան բարեկամ դա չիմանա, թող իրենք էլ իմանան, որ եթե իրենք պետք է ապրեն հանուն իրանց երեխաների, թող մոռանան ամեն վիրավորանք, ինչ որ եղել է անցյալում։ Եվ քո տղան էլ, որ իր անցյալի այդ սխալները ոչ իր ճիշտ պահվածքից տվեց բաժանություն, աշխատի, որ սա չլինի, որտեղ երեխեքը մեղք են։ Երեխեքի գիտելիքով, դաստիարակությամբ պետք է զբաղվեն։ Ես չեմ տեսնում, որ դու պետք է գաս Հայաստան ու իրանց հետ ապրես, ես դա չտեսա, թող իրանք իրանց համար առանձին ապրեն, որտեղ իրենց խանգարող չկա, եւ ընտանիք այդ 4 պատերը, որ համարվում է բանտ, յուրաքանչյուր ընտանիքի համար այդ բանտի պատերի մեջ ինչ կատարվում է միայն ամուսինների համար է։ Քուր, եղբայր, կեսուր, զոնքաչ ոչ ոք ոչինչ չպետք է իմանա։ Ու ձեր հարսիկին է խորհուրդ կտա իր ընտանիքում ինչ կատարվում է, թող իր հորական օջախում ոչ մի բան չասի։ Այսօր փլավ կուտեն, թե խորոված կուտեն։ Եվ երկուսի բոլոր զույգերին կասեին, ապսեն հարսանեկի ժամանակ, որ կոտրումներս եք մտրում, դա շատ լուրջ խորի իմաստ ունի, մոռացի անցյալը, մոռացի անցյալի դաստիարակությունը։ Պետք է արդեն մարդը գնա, այդ ընտանիքի, յուրաքանչյուր ընտանիք իր կանոններն ունի, այդ ընտանիքի կանոնով ու տղամարդուն գնահատի։ Բայց այս աղջիկը մի քիչ զիջող չի։ Երկուսն էլ պոզավոր են, ու հետաքրքիր է, համ դու ես կշերք, համ քո թորնիկներն են կշերք, ու կշերքների ծնողները խոյեր են, որը լինորից ապազիցիոն զնակներ են, այս ամեն իրանք ամուսիներով պոզահարում են իրար, տոժվում են կշերքներից, կշերքները հավասարակշռվածություն, արդարություն, ազնվություն, բալանսը խախտվեց, երեխաները կհիվանդանան, հիմա մի վերջին բան, եթե երեխաների մոտ հազը բռնեց, երկուսն էլ մեղավոր են, ինչքան էլ դեղեր տվեց, նշանակում է իրանք չեն ուզում իրանց մամա-պապայի բարբաջանքները, վեճերը լսեն, հետո թող ամեն ինչ քեզ խաբար չտան, բերան բացները, չի կարելի, այսքան, հիմա չգիտեմ Արմանը ոնց կվերջացնի կփակի։ Շատ շնորհակալ եմ Արմանից եւ քեզանից Տիկին Լուսիա ջան։ Դու հանգիստ մնա, Օֆելիա ջան, հանգիստ մնա, քո առողջության դու դե մենակ ես, հանգիստ մնա, հետևի քո առողջականին, փողերը թավակի գնա մանարի, որ ես քեզ ոչ մի բան պետք չի։ Սեպտեմբերին գալու եմ, անպայման ես ձեզ ուզում եմ տեսնեմ, Տիկին Լուսիա ջան, անպայման գալու եմ։ Իմիջալոց սեպտեմբեր ամիսը, ամբողջ սեպտեմբեր ամիսը, խավարման ամիսը, ամսվա սկզբին լուսնի խավարումը, ամսի 21-ին արևի խավարումը, քո տղայի հարսի երկուսի Յուպիտեր եւ Սատուրն մոլորակ կույսում են, գոնե աշխատեն, մի քիչ իրենց
հավասարակշռված պահեն, որտեղ կույսը համբերություն է եւ սանիտար է համարվում։ Աշխատեն ինչքան վատ բաներ իրանց մեջ եղել են, մոռանան, մաքրվեն, որպեսի լավ քեզ դիմավորեն։ Դու կա տատիկը կա թորնիկների մոտ հեքիաթներ պատմի, համով բաներ բերի։ Ես մի վերջնաբան կարամ ասեմ, որ ցանկացած երևույթ, որը որ կա, այս ընտանիքում ավելի այս ամսավերջ ավելի կհարթվի, բայց դավաճանություն ասվածը ես չեմ ընդունում կամ ինչ-որ մի բան, ամենացավալի բանը, որ ես կարամ ասեմ, որ ես ինքս չեմ ների, դա հիասթափությունն է, որովհետև դավաճանությունը դա գործ է, արել են մարդու հանդեպ, այդ երևույթ են արել, դա համար ինքը դավաճանվել է, բայց հիասթափությունը այդ ամեն ինչի վերելքն է, որ ոչ մի ձևով այդ զգացմունքը չեն կարող փոխել։ Դա Աստված դրան չհասնի, ես գիտեմ այս ընտանիքում մի հատ էլ բալիկ կծնվի ու երջանիկ ավարտ կունենա ձեր այս նեղ վիճակը։ Համենայն դեպս սև էներգետիկայի արկայություն կար, կփորձենք մեր տարբերակներով ձեզ օգնել։ Շնորհակալ ենք զանգի համար։ Մենք էլ ենք շնորհակալ, շատ շնորհակալություն Արման ջան, իսկ կորուստը բան չտեսակ դու, կորուստ չզգացի։ Այս պահին կորուստի մասին խոսելն այնքան Ինչ կորուստ կորուստի մասին անգամ դրա մասին խոսելն անիմաստ է, որովհետև ընտանիքում նմանատիպ բան չկա։ Օֆելիա, ինչ կորուստի մասին ես հարցնում։ Ընտանիքը կբաժանվի։ Ինչ իմանամ, առողջական վիճակներից Չէ, նմանատիպ խնդիր ընդհանրապես բացարձակապես չեմ Տղա տեսնում։ այդքան վատ է, սիրտն է իր մոտ, ողնաշարն է եւ շնչուղիները։ Ինքը հենց վիրավորվեց, իր շնչուղիների խնդիր է։ Ձեր տղան ավելի շատ նևրոտիկ իրավիճակ ունի, նևրոզ ունի, սրացված, բայց դա չի անհանգստացնում, իր կյանքի ոչ մի վտանգավոր բան չկա։ Մեկը իր ոտն է ցավում ինչ-որ բանից, էդ ուղակի մկանների հետ ու մրցակցության հետևանք է, ուրիշ ոչ մի բան։ Խմելու սեր ունի տղադ։ Չէ։ Ինչպես։ Խմելու սեր ունի։ Չէ, ոչ խաղամոլա, ոչ թմրամոլ, ոչ խմոլ։ չկա։ Ոչ մի բան։ Ոչ խմումա։ Չէ, խաղամոլ չկա։ Շատ բարի խելոք տղա է, բայց ինչի այլ Ցավոք սրտի ձեր տղայի նկարը չունենք, որ ավելի շատ ասեմ, բայց դա տարո կարտերը ցույց է տալի, որ շատ լավ է ամեն ինչ ու շատ ամեն ինչ լավ է լինել։ Շնորհակալ ենք զանգի համար, մենք ձեզ հետ եթե ինչ-որ հարցեր լինի, կարող եք կապնվել Buzz TV, ձեզ սիրով էլի կօգնենք։ Մերսի։ Շատ շնորհակալություն Տիկին Լուսա ջան եւ Արման ջան։ Համբերություն ձեզ։ Միայն դա կասեմ, համբերություն։ Ձեզ անպայման սեպտեմբեր ամսին պետք է կամ եւ տեսնեմ։ Խնդրեմ։ Լուսա ջան։ Կարներդ բարի։ Շնորհակալ ենք։ Մեր հայոց աշխարհ։ Շնորհակալություն, շատ գոհ եմ ձեզանից, Աստված ձեզ Առողջ եղեք։ բարի մարդկանց օգնեք։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն։ Տիկին Լուսիա, դե եւ արդեն շարունակենք այլ մարդկանց հետ էլ աշխատել, բայց այս ընտանիքի հետ կապված կարանք ասենք, որ իսկապես շատ բացասական բաներ կար ու այլ մարդ որ խառնվում է ընտանիքում, դա արդեն խառնաշփոթ է տիրում։ Դե ես այդքան բացասական բաներից չեմ խոսում, անկեղծ ասած, որտեղ ստեղ աստրոլոգիան ամեն ինչ է ցույց տալիս, ամեն ինչ ցույց է տալիս։ Եթե ես հիմա ասեմ վրա տանեցքներ կա, թուղթ ու գրեր կա, ատարնար է, պտարնար է, ինձ հարց կտան, ինչպես մաքրեմ։ Ես էլ չեմ կարող մաքրել, որտեղ դա իմ գործս չի։ Ու չեմ էլ կարող ինչ-որ մեկի խորհուրդ տամ, որ ասեմ գնայիս ինչ մաքրեմ։ Շատ ժամանակ ես ինքս երբ որ աշխատում նման մարդկանց հետ, միշտ չի որ պետք է ասել, մարդու վրա ինչ-որ սև էներգետիկա կա։ Որտեվ կան ժամանակահատվածներ կամ երևույթներ, որ ինքնաբերաբար է մաքրում, այսինքն ժամանակի խնդիր է, դա պետք չի խորացնել, ավելի մարդուն ցավեցնել, որ ինքը ավելի գլուխ բարձրացնի, ոնց որ այս դեպքում էր։ Փորձենք այլ մարդու հետ աշխատել, տեսնենք ինչ Դե դու այդ մասնագետն ես, դու կարողանում ես։ Հիմա ինչի համար մենք այս ծրագիրը միասին ստեղծեցինք, որտեղ հիմա ահավոր է դարել այդ Եթե ամեն մոգությունները։ երկրորդը չի, ամեն երրորդը Հայաստանում անպայման անում։ Շատ կա, ու հատկապես երիտասարդ։ հիմա Սև լուսինը, որ կարիճում է գտնվում, մարտի 27-ին մոգությունը շատացել է, ու սաղ դարել են գուշակ, այդ երեխայի դեպքը հերիք էր մեր Տիգրանչիկի, բոլորը գուշակ ու շարլատանները ահավոր են, ահավոր։ Ու հարկավոր չի, էդ էլ կուզենամ ասեմ Արման ջան, որ
ամեն մի անհաջողություն հարկավոր չի կապել մոգության հետ։ Ես Հարկավոր էսը չի։ լիարժեք համոզում Շատ եմ։ բաներ մարդու խելքից էլ է գալիս։ Եթե մի հատ ընկնում ես վեր ես կանում, մի հատ ես ինչի ինգա, որ հաջորդ անգամ դա չլինի։ Ու մի վերագրեք ամեն ինչ թողտոգրի։ Այս ընտանիքում անեցք երևաց որ կա, բայց ավելի շատ աղջկա ընտանիքից երևաց։ Թուղթուգիրը մարդիկ կարողանում են մաքրեն, սխալ ձեռագիր է լինում, որ հետո միամիտ գտնում ամարդը նշանակում անգրագետ է դա, որտեվ իրականից մոգերը եթե անում են նման բաներ, ինչ անես դու չես կարող դա գտնես։ Ճիշտ է, կամ նմանատիպ բաներ։ Լավ, հաջորդ մարդու հետ խոսենք։ Զանգին սպասենք, այո։ Ալո, ալո, բարև ձեզ։ Բարև Լուսիա ջան, նախ ցավակցում եմ իրոք շատ ցավալի բան ա եղել ձեզ համար, ձեր տղայի մահը։ Շնորհակալ եմ։ Ձեր աղջկանը ոնց է։ Լավ է։ Թող ոչ մի մայր նման բան չտեսնի այդ վիշտը։ Այն ոնց են ասում Աստված կարոտ պահի, իրոք շատ դժվար բան է։ Այո։ Բայց իմ տղան իմ կողքն է, իմ տղան իմ կողքն է, դրա համար ես եթերներ եմ դուրս գալիս։ Դե գիտեմ, ես էդի շատ լավ ձևով ընդունում եմ։ Ասեք, կներկայանա, անունը ձեր ասեք։ Ես Զարուհի եմ անունը, մենք հիմա Հոլանդիայում ենք ապրում։ 25 տարի է արդեն։ Իմ միակ հենց հիմա այս պահին միակ ցավալի բանն է, որ իմ տղան 25 տարի մեծ տղաս ամուսնացած է, 52 տարեկան արդեն։ Հա, ունի 2 աղջիկ երեխա։ Իրա տարեթիվ տվյալներն ասեք, տվյալներն իրա։ Իրանը ասեմ, Ինք պետք է աշխատի, պարապ երբեք չպետք է մնա, երբեք։ Եկ խնդրեմ, բարև ձեզ։ Արմանն էլ հիմա Արմանը էստեղ է, այդ հարցը որտեղ ինքն էլ լսում է, մի հատ Մեկ էլ խնդրեմ ձեր ծննդյան ամիս ամսաթիվը ասեք։ իմը, Ձեր տղայի անունը ժառանգական անուն է։ հա, պապիկի անունն է, Աշոտ։ Աշոտ, մահացած մարդու գենետիկա է գնում իր վրա նույն ժառանգական երևույթը, որը որ կա, ստեղծված է։ Բայց ինքը մահացած չէր, որ դրել ենք։ Դա կապ չունի։ Դա կապ չունի։ Նույն այդ էներգետիկան անցել է ձեր տղայի վրա, որովհետև այստեղ խոսացման գենետիկական ժառանգական ոչ թե թուղթուգրի, այլ էներգետիկայի փոխանցման երևույթ։ Բայց ինքը Հավանական է։ ես շարունակեմ, Հա, իհարկե։ որ տեսա։ Ինչի է Հայաստանը լքե։ Հա, ասեմ, փոքր տղաս եկավ համերգների կոնսերվատորիայի 4-րդ կուրսում էր 20 տարեկան հասակում։ Ինքը մնաց այն մեծ տղաս, այս Աշոտի մասին է խոսքը, պոլիտեխնիկա վերջացրել էր, այդտեղ օֆիցեր ամեն ձևի ծառայել վերջացրել էր։ Հետո փոքր տղաս կանչեց, ճիշտն ասած, ինքն էլ ընկերուհի ուներ, հենց դրա մասին է խոսքը, որ ամուսնացան, մի 10 օրվա ամուսնացած էին, եկան ընկան պրոցեդուրաների մեջ, բայց լավ էր ամեն ձևի, ոնց են ասում, մինչև վերջի կետը մենք ինչքան կարողացանք, հետո մենք էլ եկանք ստիպած, որտեվ 2 երեխա ունեի, մնում էինք այդտեղ ինչ անենք, գոնե ասենք անք ստեղ օգտակար կլինենք մի բան։ Շատ լավ։ Վերջը, ասեք։ Շատ լավ, շնորհակալ։ Սխալ եմ ես համարում։ Տիկին Լուսիա, դուք ինչ կավելացնեք իր հետ կապված, ասեք, որտեղ ստելիք։ Իրանք ամուսնացան եկան այդտեղ, թե եկավ այդտեղ ամուսնացավ։ Չէ, ինքը նշանված էր, պոլիտեխնիկա վերջացրել էր մեծ տղաս, իսկ հարսս 2-րդ կուրսը վերջացրեց, իրանք ծանոթացել են, իրանք իրար ուզել ամուսնացել են, ասենք ոչ մի… Չէ, ես տեղանքի փոփոխման մասին եմ հարցնում, ցույց է տալիս, որ իր ամուսնությունը դրսի հետ է կապված, կամ կգարատեք ամուսնանալ, կամ օտարազգի։ Աղջիկը դե օտարազգ չի ասում, կամնա, մի անմիջապես չի ասեք։ Հարսը որ ամսվա ծնունդ է։ Լավ, բարձ արդեն։ Ընդամենը 10-15 օրվա ամուսնացած էին, որ եկան։ Ձեր հարցը կոնկրետ որն է, ասեք խնդրեմ։
Իմ հարցը այն է, որ 25 տարի ամուսնացած էին, շատ լավ բարիկներ ունեն։ Իրանք մի քիչ իրար հետ յոլա չէին գնում, բայց ասենք շատ սուրճ էր իրանց ամեն ինչը։ Ուղղակի հիմա պրոցեդուրայի մեջ են ամեն կերպ, ասենք տղաս ուզում է որ հետ կան, կոպիտ ասած երեխաների հետ գնացել են։ Կոպիտ ասած չի, ճիշտ ասած է, նախ իրա գալը սխալ էր։ Իրանը Հայաստանն է։ Այսինքն իրանք բաժանվել են, ճիշտ եմ հասկանում ձեզ։ Հա, դեռ պրոցեդուրայի մեջ են, դեռ չեն բաժանվել։ Պրոցեդուրան Այսինքն գործողության մեջ են։ Դեռ ամուսնացած Հասկացա, նախ առաջերտին իրաց բաժանումը պետք է տենց լիներ, որտեղ այլ կնոջ արկայություն է եղել։ Երկրորդ հերթին այդ միացություն չի լինի, ես միացություն չեմ Այս տեսնում։ տղային երկրորդ ամուսնություն ա տալու։ Հա, դա Պետի հասած կլինի։ Ոչ մեկին, ոչ մի տղամարդ չկա, դա է ցավալի։ Իսկ դուք վստահ եք։ Ինչ ասեմ, ոչ մի Դուք վստահ եք դրանում։ Այո, վստահ եմ, որովհետև տղաս չի ուզում բաժանվի, կինն երկու երեխաների հետ վերակացել, գնացել, ասենք դրսում ապրում, ասենք դիմել է ինքը, որ բաժանվի, դեռ ընթացքի մեջ է, ուղղակի մեզ հետ կապ չի հաստատում, որ ինքը իր ուզածին մինչև վերջ հասնի։ Ես չեմ տեսնում հարցը համաձայնվի։ Ես միաժամանակ սա Ես բաժանում չտեսա, որ ձեր հարցիկը պետք է համաձայնվի միանամությունն։ Ինքը արդեն որոշումները կայացրել է, արդեն փաստաթղթերի հարցն է ինքը անում, Իրան եվրոպական երկիր է, եւ իսկի Հայաստանը չեմ տեսնում, բայց ձեր տղային Հայաստանը, որտեղ իր գալը չարժեր։ Եթե իրանք մնային այստեղ, այս հարցը չէր լինի։ Դուրս արդեն բաժանությունը ցույց է տալիս։ Ես մի հատ հարց կամ Գարիկնով է։ Գարիկ։ Ահա։ Չգիտեմ։ Այդ ազնվորությունը ձեզ շատ օգնելու է այս հարցում։ Գարիկ։ Պատահական հայ մարդու եք պատահական հանդիպելու, ով ձեզ շատ մեծ օգնություն է ցուցաբերելու այս հարցում։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, ինքը գնալու է, ոնց գնացել է, բաժանվելու է, տարուկես հետո էլ միացում լինելու է։ Այդ երեխեքի վիզը ծուր չեմ տեսնում ես։ Բայց երեխեքը արդեն հասուն են։ Մեծ թորնիկս արդեն մագիստրատուրայում համալսարանը վերջացրել է պոլիտիկ քաղաքագիտությունով։ Մամայի հետ են։ Երեխաները մամայի հետ են։ Էդի նորմալ է, Լուսիա ջան, ես բան չունեմ, մենք մեր մեջ ոչ մի տենց են ոնց են ասում հարսուկի սուրի կամ հետո իր քույրիկն էլ երկրորդ տղայիս կինն է։ Հասկացա, հա։ Բայց դա ի՞նչ կապ ունի։ Չէ, դա չէ իրանց հետ որ մեկը մեկին ընտանիք չի խառնել, մեկը մեկին բան չի, սա այդ տարբերակը չի։ Ստեղ ընդհակառակը քուրը դեպի ավելի ձեզ է, դեպի ավելի ձեր կոմա, քան իր քրոջ որոշման։ Այդ ուզում ասի հարցից կոմի ընտանիքը սենց ընտանիք է, չես հասկանում, ինչա ուրա տանում։ Քրո չէ, Տիկին Լուսիա ասում է, որ իր մյուս տղայի կինը էս կնոջ քուրն է, այսինքն երկու հարս ու երկու քուր ամուսնացել են երկու աղբոր հետ, մի ընտանիքի հետ։ Ու դե մյուս աղջիկն էլ է դեպի այդ տղայի, այսինքն այս ընտանիքում անհաշտությունը գալիս է մենակ այդ երկուսի մեջ։ Ինչի համար ասում։ Ոնց են ասում, կինը շատ ինքնամփոփ է, ու ոնց ասեմ, շփում չի սիրում ընդհանրապես։ Այդ ինչ է նշանակում։ Հիմա մի բան եմ ասում, Զարիկ ջան, լսի ինչ եմ ասում։ Քո տղայի Սատուր մոլորակոյություն ունի, որ հիշողությունների մոլորակը համարյա 30 տարի հիշում է այդ մոլորակը։ Չար բաները հիշում, մի գեղեցիկ օր գալի հարվածներ ա տալի։ Այդ գեղեցիկ օրը 25 թվականն է շատերի մոտ։ Հիմա քո տղայի Սատուրնը գտնում է խեցգետինում, որ դա իր մայրն է, այդ դու ես, որ քեզ ինչ ա տվել, ամենասկզբից, նախստեղ 4 տարվա ծրագիր է մի հատ տալիս։ Մի խառնվի երբեք քո տղայի անձնական կորստն, հատկապես անձնական հարցերով մի խառնվի։ Ցավալին էտա որ չեմ խառնվում, Լուսիա ջան, ուղղակի ուզում եմ իմանալ, իսկականից չեմ խառնվում։ Ստեղ ասում են, եթե չես խառնում, ավելի լավ։ Մոլորակը ցույց է տալի մայրը։ Ուզում եմ իմանալ ինչով կվերջանա, էլի, ուղղակի Չեն միանա։ Ես լավ բան չեմ ասում, տրամադրությունը Ես դքցեմ։ տարուկես հետո եմ նորից էլի միացում տեսնում։ Համենայն դեպս ձեր հարցին իմ տեսակետից տարուկես հետո հարցում կլինի, բայց
որոշակի ճակերտավոր բաներից հետո։ Իսկ ինչի է հարցը երեխաներին վերցրել գնացել, այդ հարցից պատասխանը։ Ասում եմ, իրանք իրար մեջ իր papan մի համարյա մի 10 ամիս առաջ, շատ վատ վիճակում էր, գնացին հարցները տեսան, եկան, papan քանի ողջ էր, հունվարի 16-ին հարցս երեխաներին սուսուփուս վերցրել գնացել էր, այդ բանը շատ էր ազդել իրա վրա, բայց առանց հետ էլ իրանք ամուսիններով կոպիտ ասած տան մեջ անընդհատ Ներողություն եմ խնդրում Տիկին Զարուհի, շատ բան կա, որ դուք տեղյակ չեք ու ներկայացված անես, ոնց որ ձեզ Շատ բաներ։ հա, ոնց որ ձեզ են ասել, որտեղ իմ հա տարո կարտերը այլ բան են ցույց տալիս, որը որ դուք այս բանին հակասում եք, բայց ստեղ խոսակցությունը միաժամանակ գնում է բաժանում, միացում եւ այլ տղամարդու եւ այլ կնոջ կերպարի մասին։ Իրանք իրար չէին ապրելու։ Դե հիմա Երևում է որտեղ շատ բան չեմ կարող ասեմ ուղիղ եթերում, կվադրատներ է ցույց տալի մարսերը։ Հիմա բաժանությունը միջև ամսի 20-ը բարձ տալիս է, որ լինելու է բաժանություն։ Ձեր տղայի Հայաստան լքելը սխալ է համարվել, եթե ինքը հետ գա լավ կանի, դուք էլ չեք ուզենա, հետո կասես չեմ խառնվի։ Մենք դրան դեմ չենք Համենայն դեպս այս բոլոր այս ամեն ինչի լուծումը, այս ամեն ինչի խառնաշփոթը սլավոնական կերպարով կնոջ ու տղամարդու կերպարի մասին է խոսքը, որի մասին դուք ավելի ուշ կհասկանաք։ Ինքն էլ ուժեղ կենթանակերպ է այդ հարսիկը, շատ ուժեղ կարիճ է, հետո ինքը չլսող է, ինքն էլ ինտուիցիա ունի, երեխեքը լավն են, բայց երեխաների վրա ազդող է այս ամեն ինչը ծնողների հարաբերությունը, ճիշտ է, տղատ չի ուզում բաժանվել, բայց հարցը մի քիչ աբսուրդ է, էլի մի քիչ ոնց կա, վեր կանա գնա ծնողին տեսնի ու ընդեղից գա, ասի ես քեզ բաժանվում եմ, մի քիչ հեքիաթ չի։ Մի քանի օր հետո եկավ, դրան դուք չեք Էդ ինչ է նշանակում։ Բայց դա ինչ է նշանակում, դուք ինքները ձեզ հարց մի քիչ լուրջ չի էլի, սա ոնց կարող է պատահել, վեր կանա գնա պապային տնա գասի, մարդ ջան, էլ ես քո հետ չեմ ապրում, վերջ գնում եմ։ Աբսուրդ է։ Հա թող լինի 10 օր հետո, թող լինի մի ամիս հետո։ Ձեր հարցը ինչ է։ Հայրը չմահացած, երեխեքին վերջը գնացել էր, որովհետև Պատճառը։ Լավ, սպասեք, Զարուհի, մի րոպե, Զարուհի, մի րոպե։ Ձեր կարծիքով ինչի է տենց եղել։ Դե ասում եմ, իրանք ընդհանրապես չէին հաշտվում ոչ մի հարցում։ Ասենք ընտանիքում եթե մի հարց պիտի լուծվեր, կոմպրոմիսի ոնց են ասում չեն գալիս, հասկանում եք, չեն կարող։ Բայց այդքան տարի միասին ապրեն ու Հա, դե մենք էլ էդ ենք ասում, շուտ բաժանվեիք։ Բայց ինչի գնաց հորտուն եկավ, դու ինչ ես մտածում։ Ինչ ես մտածում, գնաց եկավ ու որոշեց չէ։ Հորտնից ոչ թե ոչ այդ կոնկրետ պատճառը այդ չէր։ Ուղղակի ասենք, նենց չի եղել, որ ամուսինը չի համաձայնվել, նույնիսկ ճանապարհել է, գնացել են։ Իսկական ջրհոսի տրամաբանություն է։ Ամեն ինչից խոսում է։ Բուն նպատակի չկա, բուն նպատակ չկա, բայց ոչ մի sense բան, ամեն տեղ, որովհետև ինքը ամեն ինչ նախ չգիտի։ Անտեղյակություն է, ես տեղելի եմ ասում, ստեղ ներկապային խոսակցությունը գնում է այլ մարդկանց։ Հիմա այս կինը ուզում է իմանա, պարզ, նորմալ հարց։ Իմ հարցու փեսեն, տղաս ու հարցը կմիանան թե ոչ։ Ես ասում եմ բաժանվում ոչ։ Պատասխանը ասում եմ ոչ, ես ասում եմ բաժանվելու են, հետո միանալու են։ Իսկ ամբողջ ճշմարտությունը լինելու է սլավոնական տղամարդու կերպարի մեջ։ Ես այդ կամոք եզրափակեմ։ Սլավոնական տղամարդը ոչ։ Կերպարը սլավոնական տղամարդու կերպարը։ Ռուս տղամարդը։ Դե հիմա չգիտեմ։ Չեմ կարող ասել, սլավոնական կերպարի տղամարդու մեջ եմ տեսնում այդ ամբողջ խնդիրը։ Ինչ անում այդ տղամարդը։ Ինչ անում է տղամարդը, որ պետքա դա դառնա պատճառ։ Հիմա ուրիշ բաներ կմտածեն, հիմա այդ ամուսինն էլ Չէ, ես ոչ մի բան
չեմ մտածում։ Զարուհի, քո մոլորակով եմ ասում, քո տղայի Մարս մոլորակը հորդ համաստեղությունը, որը նշանակում է խանդ։ Սեփականատիրությունը քո տղան։ Այնքան է այս աղջկան ճնշել, որ այս աղջիկ էլ չի դիմանում։ Գնաց հորտուն եկավ, տեսավ, որ կարելի է շնչել։ Ու եկավ ասեց, էլ ես քո հետ չեմ ապրում, Մարջան, ես գնում եմ քեզանից։ Ու միշտ էդ է եղել։ Եթե մենք մահանա չենք բռնում հորտուն գնալը, մենք ամենասկզբից ենք բռնում, որովհետև սկզբից ցույց տվեց, որ այս միությունը, այդ ուժեղ միությունը չի։ Իրանք վաղ թե ուշ պետքա բանջանվին։ Այս աղջիկ այնքան խելոք գտնվեց, որ երեխաքը հասունացան, արդեն այդ մանկական տարիքից դուրս են եկել, կրթության է տվել եւ միջալոց հետևելու է կրթությանը միշտ, ու այս աղջիկն էլ այդքան հիմար աղջիկ չի։ Չէ, երկուսն էլ լավ սովորեցին ստեղ, նորից ստեղ վերջացրեցին ինստիտուտը, այն կոպիտ ասացի, այնքան լաբորատորիայի բարի չափ բուժքույրից գնաց հասավ լաբորատորիայի։ Ձեր տղան խանդոտ է, չի կարելի այդքան բռնանալ մարդուն։ Բայց ոչինչ, որ խանդոտը ավելի շատ կինն է, քան իմ տղան։ Ես այս միակ տարբերակում ձեզ հետ համամիտ եմ, որովհետև երբ որ ինչ-որ մեկը մեղք ունենում է, միշտ մեղադրում է ուրիշին, որպեսզի դա դրա չգնա։ Չէ, ես իմ տեսածն եմ ասում։ Ես հա ձեզ հետ համամիտ եմ։ Շատ շնորհակալ ենք Տիկին Զարուհի զանգի համար։ Հիմա ինչ հասկացավ Տիկինը։ Ես ճիշտն ասած ես տեսնում եմ, որ սլավոնական կերպարով տղամարդու հետ է ամբողջական խնդիր է լինելու, խոսակցություն լինելու, բաժանում լինելու է, հետո ներում լինելու է, միացում է լինելու։ Միացում, բայց ավելի ուշ։ Իսկ ձեր տղային կասեմ ամեն ինչը չի, որ պետքա ներել, մի անգամ պետքա իսկապես։ Չէ, ես այդ բոլորը իր ասում եմ, հետ չեմ թաքցնում, եթե ասենք ինքը ինձ դիմում է։ Երբ որ ինքը հստակ որոշի, որ այդ մարդու էներգետիկան պետքա բաց թողնի, այդ կինը ուզած չուզած վազելով կգա իր մոտ։ Բայց այս պետք չի ինքն էլ առհասարակ դա կյանքի օրենք է, այն մարդուն, որ բաց ես թողնում, չես հետաքրքրվում, այդ մարդը վազեված, չոքեչոք, ծնկաչոք գալիս է դեպի քեզ։ Այնպես որ բաց թողեք այդ էներգետիկան։ Այո։ Գրիշա։ Գարիկ, հա, լավ է հիշեմ, որ մնայմ հիշողության մեջ։ Այդ մարդը օգնելու է հարցին ինչ-որ։ Շատ շնորհակալ ենք ձեր զանգի համար, շնորհակալ ենք։ Հուսով ենք ինչ-որ ձևով ձեզ կարողացանք օգնել, այլ անչափ շնորհակալ եմ։ Ես հենց հասա Հայաստան, անպայման մեղած ձեզի երկուսիդ կհանդիպեմ։ Մեծ սիրով կսպասենք ձեր հանդիպանը, շնորհակալ ենք։ Համբերություն ձեզ, առողջ եղեք։ Տիկին Լուսա, հետաքրքիր գիտեք որ միշտ եւ միշտ ամեն անգամ ընտանիքների բախումներ լինում է ու Իմ ամենասիրած թեման է։ Իսկ իմ հակառակը չսիրած թեման է, որտեղ այնքան գաղտնիքներ կան, այնքան որ դու նույնիսկ ճիշտը տեսնես, բայց չես կարող ասել։ Բայց դու չգիտես, որ ազգ ընտանիքով է, ուժեղ ընտանիքներով։ Առաջին չի այդքան վատ բաներ չկար աշխարհում, որտեղ բաժանությունը այդքան չկար։ Հիմա տղամարդկանց հարվածները շատ է, տղամարդկանց կյանքը կարճացել է, որտեղ ընտանիքները քանդվում է։ Ամբողջ քանդվում, օջախները քանդվում, օջախ չկա։ Հիմա կան ամուսիններ, երեխա չկա, դա ընտանիք չի, այդ ամուսիններն իրարից հեռանում են։ Ես այդ համամիտ եմ, եթե նայենք այս տարբերակով, այդ բերեք սենց հաշվենք, ձեր պակալենիայի մարդիկ ու իմ պակալենիայի երիտասարդ ավելի, հա, ձեր ժամանակ բաժանում ասած մարդը դա ամոթ էր, համարվում էր ամենավերջին ստոր մարդը, որ բաժանվել է, այնքան իրան մարդկային հալածանքներ կանեն, որ մարդ կողի անձնավորություն չեր ուզենալ բաժանվեր։ Իսկ այսօր մեր արտադրության երևույթում ինչ ենք տեսնում, մարդ ամուսնացած է, բայց շփվում է այլ տղամարդու հետ։ Այդ պահին մարդը կնոջը թարս նայես, կինը ամուսուն թարս նայես, վсё, գնաց բաժանում։ Ձեր ժամանակ եթե հացի խնդիր կար, այդ հացի խնդիրը լուծում էր ընդհանուր։ Միտքը ընտանիք ասած ձեր մոտ կորիզ էր, չջարդվող։ Իսկ այսօր լավ, էսի չերնի նա հաջորդը կլինի, ոչինչ նա մարդ ինձ դուր է գալիս, նա այս այլասերվածության աստիճան այսօր այնքան աշխատած է, որ ամեն ուրեք մենակ սեքսի առումն է աշխատում։ Բուն մենակ էտա ենթագիտակցաբար ուղեղները չաշխատելով
Իմ գրասենյակ օրը այնքան մարդ է գալիս, այնքան բան եմ տեսնում, այնքան բան եմ լսում ու համեմատելու չի։ Իմ ծնողս էլ է ձեր տարիքի, մամաս 60 թիվ է։ Իմ ծնողս էլ է այդ տարիքի ու ես որ նայում եմ իրանց անցած ճանապարհը ու այսօրվա մեր երիտասարդության ճանապարհը, զգում եմ որ գիտեք որ մեր անցած ճանապարհը խաղալիք է ձեր անցած ճանապարհի ժամանակ։ Բայց դուք պայքարել եք Տիկին Լուսիա, ամեն ինչի համար կյանքում դուք պայքարել եք, հասել եք ընտանիքով, հասել եք երեխու համար, դուք չեք ուզեցել երեխու գլուխը, բայց այսօր մարդիկ երիտասարդությունը դա մասին չի մտածում, իրանց ուղեղը մենակ է 15 րոպեն, 20 րոպեն լավ լինի, մնացածի հետն է անուծած։ Դրա վրա լավ է, որ աշխարհում այսքան բաներ է կատարում, ամբողջ աշխարհում, որտեղ մեր ժողովուրդը փակ է ապրել, հայ ժողովուրդը, սկսվեց ճանապարհները բացվեց, Եվրոպայից շփվեցին, իսկ Եվրոպան անառակություն է։ Ինչքան էլ արվեստի երկիր համարենք, ինչքան էլ էկոնոմիկայից հարուստ, բայց այլասերվածությունը շատ է, վարակները շատ է, երեխաները հիվանդոտ են ծնվում, խնդիրներով են ծնվում։ Ես էսել լիարժեք։ Որովհետև դա խանգարում ամենահիմար, ես շատ տեղեր եմ դա բարձրացնում, մեր ժամանակակից հոգեբանությունը։ Ամուսինը դուրը չի գալիս, բաժանվի։ Բայց Էս ինչ հոգեբանություն է, մեր ժամանակ խոնարհություն է եղել, այն ժամանակ էլ է դավաճանություն եղել, այն ժամանակ էլ է սիֆիլիսներ, այն ժամանակ։ Հիմա 1000 հիվանդություններ է դուրս եկել։ Ամաչում են բարձրացան ասեն։ Ապրեք, այն ժամանակ չեն ունեցել այս համացանցային վարակը, որ մեկը մի բան անի, մեկը մի բան, սաղ տարածվի։ Այն ժամանակ էլ է, թե ամեն ինչն է, դավաճանությունն էլ է եղել, տո սպանությունն էլ է եղել, տո մեկի հետ մանգալն է, ամեն ինչ է, բայց չի եղել այն հիմնականը, որ մարդ տեղեկացված լինի։ Հիմա երեխաները ծնողներին ոչ լսում են, ոչ գնահատում են։ Եթե աշակերտը կարա դասատուի վրա գոռա ու մաման ասի լավ ես անում, էլ ինչ ես ուզում ես սերունդից։ Դեգրադացիա է գնում, ազգը կործանվում է, այն անպետք երկրների մարդիկ էլ ուզում են, որ հայերը կործանվի ու դա իրբր ստացվում է իրանց մոտ, բայց դա չի լինի, որոշ մասայի մոտ է լինում։ Ես հայացեր եմ։ Ես հայացեր եմ, ոչ թե ասում եմ հայրենասեր եմ, ապուշություն է այդ բառը շաբլոն։ Ես հայացեր եմ, որտեղ ես սիրում եմ Հայաստանը, ես սիրում եմ Երևանը, իմ Երևանն է, դա ես չեմ ուզում, որ Երևանը ապականեն հոմոսեքսուալիստները, որ լեսբիանկաներով, չեմ ուզում, որ նարկոմանները լցվեն, որտեղ այդ երկնքի տակ իմ թոռներն են ապրում, ես չեմ ուզում, որ իմ տղան արդարադատության ու սրիկաների զոհ դառնար, ես չեմ ուզում, որտեղ ես հավատացել եմ արդարադատությանը, մեր, ու չկա անպատժելիություն, ես ու իմ նման հազարավոր մարդիկ կան, ու ես շատ տխրում եմ, ինչի պետք է, տես սրանից առաջ ընկին Ամերիկայում էր, այս մյուսը Հոլանդիա ասեց, ինչի համար են Հայաստանը լքեք գնացել, լավ վիճակից չեն գնացել, այն երկրաշարժի ժամանակ հասկացանք, որ շատերը գնացին, բայց հիմա էլ են գնում, ինչի ես դու Հայաստանը լքում, Ամերիկա ցավ են կպել, Ամերիկան հիմա հավոր տրակներ է սկսելու, ինչ տրապն ընտրվել է, Տրամպը, ընդեղ անընդհատ տենց բաներ է լինելու, ամենալավը Հայաստանն է, այս կնոջ տղան լուսնային հանգույց հայցեղ ջրում էր, Հայաստանը հայցեղ ջուր է, հարկավոր չի, որ լքի այդ տղան այդ, գնաց բաժանվեց, ասում է ամուսնացած օրվանից իրանք վիճել են, միգուցե այստեղ լներ չվիճեին։ Լսենք հաջորդ զանգը Տիկին Լուսիա։ Սպասենք հաջորդ զանգին։ Բարև ձեզ, շատ բարև, ես մի խնդրանքով հարցով եմ դիմում ձեզ։ Մանուշյան, ինձ հետ Արմանն է, մեր երիտասարդ Արմանն է մասնագետ, տարոլոգ եւ ինքը մոգությամբ աշխատում է։ Ես նախորոք ասեմ, ինչ ենք մենք այսպես այս եթերը, այս ծրագիրը ստեղծել, նո ես որպես գիտության տեսակետից աստղաբան եւ հոգեբանությունը մարդկանց խնդիրները հոգեբանորեն բացատրելու, որը հիմնական ընտանիքներին է իմ աշխատանքը, քանի որ շատերի վրա այդ թուղթուկրեր հասկացողությունը կա, մոգությունը դա իմ մասնագետը չի, դրա համար մենք Արմանին ենք հրավիրել, որ Արմանը ինքը կարողանա ինչքանով կարողանա օգնի եւ ասի, իրոք կա մոգություն, որտեղ անհաջողությունը շատերը մոգության են վերագրում։ Արմանը կտեսնի իր մասնագիտությամբ
ու ինքը իմիջիալոց գրագետ տղա է ասեմ եւ ինքը ես միջև եթերը ես իր այդ զրուցեցի որ ինքը աշխատում է զարգանում է թե ինչ որ գիտի բավարարվում է դրանով ասեց ոչ որտեվ ես ինչքանով Արմանին գիտի արդեն ինչքան ժամանակ է գիտեմ բավականին աճել է իսկ դա գովելի է Շնորհակալ եմ շատ նման արձագանքի համար Տիկին Մանուշ ձեր հարցերը տվեք ոնց որ ձեր կապի հետ է կապված խնդիր կա որպեսզի հասցնենք նաև ժամանակի մեջ տեղավորվենք Հիմա հարցը տուր Մանուշ ջան Մանուշ Այո Հա ասա Մանուշ ինչն է քեզ հետաքրքրում հուզում Որն է Տիկին Լուսիա ջան, ես մի հարց ունեմ։ Տղաս 35 տարեկան է։ տարեթիվ ամսաթիվ Այդ Իրանից է ասեցի չի ամուսնացել Հա, չի ամուսնացել, ճիշտ է։ Դες են գնում, բայց ոչ մի բան չի հաջողում։ Ամեն մի գնալ գալուց մեկի համար պատճառները ոնց որ չի թողում։ Կես մեկը նշանված ու մեկ ընկերունի մեկից չի ստացվում։ Տիկին Լուսիա, ոնց անում ենք, որտեղ գնում ենք, ոնց որ չստացվի։ Այդ Իրանից է գալիս Ինչալու տղադ շատ կճանաչվի գիտես ինչ որ իր չգիտեմ պաղվածքով է աշխատանքով է մասնագիտությամբ է Աշխատում է Տիկին Լուսիա ջան մասնագիտությունը իրանք արեստավորեն հայրու տղա Շատ լավ է ու ավելի ինք իր պապայից կանցնի առաջ Եթե ես Տիկին Լուսիա ինչ տարի թվով նայեք ես շարունակեմ թույլտվությամբ նայեք ստեղ Կամուսնանա ամուսնություն միանշանակ կա մի վատեղի ու բարձրապես 35-ը լրացավ հիմա ժամանակները փոխվել է էլ 21-22 տարեկան չեն ամուսնանում արդեն տղաների մոտ հիմա էսպես է հիմա 35-ը նորմալ տարիք է համարվում 35-ից մինչև 42 տարեկան ու արդեն սկսվել է մոտենում իր ամուսնության տարիքը ու շատ իմիջալոց իմաստուն էլ կինա լինելու հեչ մի վատեղի Ես դրական ընտանիք եմ տեսնում Չէ 35 35-ից հետո հիմա ավելի այդ տարիքին է թող Ձեր տղան 90 թիվ էր չէ 35 տարեկան է Այո Այս տարվա վերջ Տիկին Լուսյան ասում է որ մինչև տարվա վերջ լուրը կլսեք Հա կլինի ընկերուի կգտնի ու մի ասա Նախ իրա կողքը ազնվորություն կա Տիկին Լուսիա ասեմ ավելին բացի ազնվորություն կա Բայց մեծ է տարեկային հարաբերություն կա բացի այդ շատ լուրջ հարաբերություն ֆինանսական կայունություն որը որ բերում է իրան շատ մեծ Հեչ մի անկստացի ինքը կարա նաև մեքենաների գործ անի միջալուց որտեվ շատ շնորհքով տղա է ինքը համարվում Պապայից էլ կանցնի առաջ իր փեշակով Այդ լավ է Իմիջալոց վատ չի իր մոտ ես իր գարասկոպը վատ չտեսա մի րոպե 13 է շատ է գցում բռնում Իր համար կարևորը կյանքում գիտես որովհետև ինքը դեռ վստահ չի իր մարսը երբ որ ակում է հակասությունը շատ է ու ինչ որ տեղեր ինքը պատասխանատվությունից խուսափում է ու ինքը վախենում է որ ինչ որ մեկը իր եսին կխփի շատ իզուր ինքը կարևորը որ լավ հայր կլինի կասկածամտությունը կա իր մեջ չի հավատում ոչ մեկի որտեվ շրջապատը տեսնում է այն մարդկանց որոնք ճիշտ չեն ինքը այդ ամեն ինչը տեսնում է քթի ծակով տղա է ինչ որ տեղերը քթի մազով տղա է համարվում Այս հակասությունները շատ է իր մոտ մեծահասակներին պետք է հարգի ու շփվի իրանց հետ ընդհանրապես իր աշխատանքի տեղ ավելի շատ մեծահասակները չի բացառվում նաև ինքը իր աշխատանքը փոխի գիտես ինչ լինի ավելի շատ օտարազգի մարդկանց հետ է տալի որ իր շփումը լինի հետո կարող է պատահի ուզենա երկիր փոխի բայց ես խորհուրդ չեմ տա Ուզում է գնա մանգա ճամփորդ ինչ անում անի, բայց երկիր չփոխի եւ ինչ խորհուրդ կտա, իմ աշխատանքը խորհուրդներ է հիմնական։ Գիտելիք ձեռք բերի։ Ինչ որ գիտի, քիչ գիտի։ Թող ավելի շատ իմանա ու տեխնիկայի հետ կապված էլեկտրականության տեխնիկայի հետ ավելի շատ նման բաներ սովորի, որովհետեւ իր մոտ փոփոխություններ է սպասվում։
Իսկ ինչ վերաբերվում ամուսնությանը, այդքան մի վատեղի, որ վայ, տղաս մնացել է տունը տանող չկա։ Այդպես մի մտածի, կամուսնանա։ Պարզապես ամեն մարդ իր ժամանակը ունի, ամեն ինչ իր ժամանակը ունի, հետո հիմա ժամանակները փոխվել է։ Արդեն 35-ն է տղայի համար, ինքը արդեն կայացած տարիք է համարվում, նոր սկսվում է, բայց մի բան էլ թող բոլորն իմանան, որ տղաների մոտ իրանք դեռ մինչև 42 տարեկան սաղմի մեջ են, 42-ից նոր դուրս են գալիս, ու ամեն 7 տարին մեկ, դա լուսնային տարիքով բոլորին վերաբերվում է։ Տիկին Լուսիա 7 թիվ ասեցիք, ձեզ ավելացում ան 7 տարի մեկ փոփոխություններ է սպասվում, հիմա Արմանը կշարունակի։ 7 տարի մեկ ասեցիք, փոփոխությունից բացի Մի հարցեր տամ էլի Տիկին Լուսիա ջան։ Ասա։ Մի քանի օրից ուզում են դուրս գնան հերթղա մեքենայով քույրը Բելարուսիա է գնում են տեսակցության։ Ես շատ եմ վախենում այս ճանապարհները։ Թող մնա ամսի 20-ից հետո։ Ամսի 20-ից հետո Մարս մոլորակը թող տեղը փոխի, դեռ առյուծումը մի քիչ վթարներ է տալիս, մի քիչ մեքենայի այդ խնդիրներ է տալիս, մի քիչ թող համբերեն։ Հիմա թող Արմանն ասի։ Ես կհակասեմ Տիկին Լուսիային ոնց որ միշտ։ Տիկին Լուսիա 8 տարի մենք իրար ճանաչում ենք։ 8 տարվա ընթացքում ինչքան մենք իրար հակասել ու ընդհանուր լեզու գտել։ Այդ է որտեվ ես այդ մանկության հետ գործ չունեմ, ով որ զբաղվում է իմ դուրս չի գալիս։ Հա, բայց ինձ սիրում ես։ Քեզ, հա, որպես մարդ, հա, ես բոլորին եմ ասել, որ շատ լուսավոր լավ տղա է Արմանը։ Տիկին Լուսիա, այստեղ ես ձեզ կարամ հակասեմ այս բargan, որովհետև այստեղ խոսակցությունը գնում է հիասթափության մասին, նախ ձեր ասած տղայի։ Իրա մոտ նախ ինքը ավոր բաբնիկ է, ահաբորության տիպаж բաբնիկ է, շատ։ Ինքը կին ու ինքը մի աշխարհ։ Բակարիչ է։ Հա, շատ է ինքը։ Ինքը իր ուզածին միշտ հասնող է, միշտ ամեն ձևով, հավատարմություն, բայց միշտ չի, որ իր հավատարմությունը ընդունում է։ Իր այդ կապած Լուսինե Լիլիթ անունով աղջիկների մասին կարամ խոսեմ, որ իր կյանքում հեղափոխությունն է տեղի ունեցել ու դրանից հետո ամեն ինչ փոխվել է։ Թուղթուգիր ասվածը ձեր ընտանիքում իսպառ վերածված է։ Մոռացեք դրա մասին, չկա, չի եղել։ Չկա, չի եղել։ Այս այն տարբերակը չի, որ ասեմ աշխատել են ձերը, ոչ, նմանատիպ բան չկա։ Ձեր քրտինքով ձեր տունը սարքել եք, ձեր քրտինքով ձեր հարցը վայելել եք։ Դա մեկ, երկրորդը ճանապարհը գնալու են շուտ են գնալու, շուտ գնացին, շուտ է գալու են։ Բացի այդ ամեն ինչը ձեզ մինչև ավելի ստույգ ասեմ, նոյեմբերի 15 ընկած ժամը փող հավաքեք։ Նոյեմբերից հետո ձեր տու հարսանիքն է։ Մեզ էլ կկանչես։ Եթե նման բան լինի, ես ձեր համարն արդեն ունեմ։ Ես ձեզ մեծ մագարիչ չեմ անելու։ Ինչ ես անելու, սպասի հարցն եմ կարում։ Մի րոպե տեսնենք։ Տիկին Լուսիա։ Ինչ մագարիչ ես անելու, ասա։ Կանեմ կտեսնենք։ Չի ասա, հիմա եմ ուզում իմանամ։ Ինձ բանբան երկա չբերես։ Ինքը բան Շնորհակալ ենք։ Ինձ համով տնական գաթա կբերես խորիզով ամենամեծ մագարիչն է։ Այսքան։ Աչքիս վրա։ Մենակ ձեր կենտրոնը ես չեմ իմանում որտեղ է, Տիկին Լուսիա։ Կասեն, որ կզանգես կասեն։ Ես այս համարներն ունեմ։ Ես գաուրը բարին հետը Աստված, առաջ Աստված, ասուց։ Դե մենք ընդհանուր այսքան մարդու մոտ ենք ասում այսքան բան, այսինքն նայեք, մենք երկու հասուն մարդ Բանիմաց Աստղաբան Լուսիա Հակոբյան եւ ես Արման Այվազյան էքստրասենս շամանս միասին այսքան մարդու հարության մոտ ասում ենք որ տես բան լինի, այսինքն ինչքան պատասխանատվություն եմ ես հիմա իմ վրա կրում, որ այսքան ասում եմ։ Բայց դու ճիշտ ասեցի, որ ինքը սիրում է կանանց, է որ մի տղամարդը չսիրում։ Եթե կանանց սիրում, ուրեմն ճաշակ չունի։ Բայց այս տղան արդեն յուրահատուկ նախ բացի այդ ամեն ինչ այս տղու հետ կապած ասեմ, ինքը ահավոր ձևից շատ թիթիզ հագնվել ունի։ Նիհարիկ է ու ինքը շատ ամեն ինչին ուշադիր է, բացի ուշադիր է ինքը գիտի որտեղ ինչ խոսա, որ իր ուզածին հասնի։ Այսինքն ինքը ահավոր շուստրի կերպար իր ասած ցուցադրող Յուպիտերը առյուծում է, ինքը պետք է միշտ իրեն ցույց տա։ Ցուցադրող են, որ ինքը իր լեզուն օծը բնից կանի, այդ ձևի կերպար եմ տեսնում այս տղան։ Բայց չէ հավատում է ոչ մեկին, չի հավատում։ Դե որտեվ հիասթափություն է ձեր Տիկին Լուսիա, հիասթափություն։ Չէ, ընդհանրապես կասկածալի։ Բայց ամենայն դեպս մենք ամեն ինչ լավատեսությամբ ենք անում ու ասում ենք, բայց որ ֆինանսի կանոնություն եք ունենա, ամեն ինչ հանգիստ թողեք։ Ինչ եք անում, վերցրեք սովորական կարմիր կտոր, մեջ լսեք մի բուր աղ, պարտադիր։ Այդ աղի մեջ դրեք։ Իհարկե, գրի, թող գրի, ասա։
Վերցնում եք սովորական կարմիր կտոր, օգտագործած հին նոր, դա էական չի, մեջը լցնում եք մի բուռ աղ, այդ աղի մեջ դնում եք սև մետաղադրամ, հին կլինի ռուս, եթե չեն սխալվում, ձեր ներքևի դարակում կոճակների կողքը նմանատիպ բան կա, մեջը մի քանի հատ մետաղադրամ կա, այո, այն տակի դարակը մեմ կող, 50 դրամ թո դրնի, չէ, հին կոպեկ է, փայլուն պետք չի, 20 դրամանոց դրեք, ոչինչ իմ ասած տեղը եթերից հետո կնայեք կգտնեք, այն որ մի հատ մետր ունեք, այդ մետրի կողքը կա դրած, մետր կա է, սենց որ կտորի սանտիմետր, հա, այդ ձևի դրա կողքը դրած, վերցնում եք կարմիր կտորը աղ այդ հին մետաղադրամ կապում եք իրան ու ասում եք, ոնց որ աղն է ցավը տնիցս հանում, այնպես է թողին ընտանիքից հանի, ու դնում եք լուսամուտի գոգին, 2 օր հետո գցում եք խաչմերուկի վրա ու ասում, ով ինձ ինչ արել է, իրան հետ գնա, ցավ ու անես, ինձնից ու իմ ընտանիքից հեռու տանի։ Կտեսնեք մեկ շաբաթ հետո ձեր ընտանիքում ինչքան մեծ լիություն, ուրախություն ու մի հատ դրական էներգետիկա է, հատկապես ձեր վաղ տենքամով, որ ձեր ամուսինը շատ հումորասեր ու շատ լավ ուտող խմող մարդ է։ Բայց ամուսինը մոտնա որ։ Հա, իրանց ընտանիքում ամուս։ Դու կասես քո ամիսը, ծննդյան քո։ Մի քիչ տղա այդքան յոլա չեն գնա։ Մի խոսա տղուտ վրա։ Հա, ժամանակավոր տղայիդ վրա մի խոսա, ապոզիցիոն նշաններ են, բայց ուր է քո ամուսինը։ Տանն է, իրանց տունն է։ Իրան նշանը ո՞րն է։ Իրարը չեն կարող, առույցն է։ Իր համար մարդ է, թողուտի խմի, քաղցր թողուտի, միս ուտի։ Հա։ Ճիշտ է լասիկ։ Դժվար է իր այդ։ Դժվար իր ասացի է շատ։ Իր ասացի շատ համառ մարդ է ու սիրում է միշտ իր ասածով լինի ու ուշադրության Դրսի մարդը այդ ձեր տղու վրա քիչ խոսեք, անիմաստ է։ Ցանկացած դեպքում ինք իր կյանքով գնում է, բայց ինք իր պապային սիրում է, իմացի։ Իրոք որ սիրում է հորը։ Դա իր պապան է, բա սիրում, ո՞ին պապային չի սիրի։ Յուպիտերը առյուծում է, անընդհատ պետք է պապայի անունը գետնովը չտա։ Հարգանքով չէ իրանց ընտանիքում ես ավելին ասեմ, այդ սեր ասված պատիվ պահել, պատիվ սենց բանով շատ մեծ է։ Մի քիչ ադատներով մարդ է, դժվար է։ Շնորհակալ ենք զանգի համար, ձեզ լավ օր ենք ցանկանում, հուսով ենք նոյեմբերին մենք կլինենք ձեր տղայի հարսանեկին, միասին կնշենք։ Շնորհակալ եմ Աստված։ Մեկ էլ մի խորհուրդ քեզ տամ, չվերջացնեմ, որտեղ տղաների կողմից է միշտ աշխատի իրան մի քիչ տակ բայի, չքրտնի, որտեղ քրտնում է տղայիդ մեջքը, թիկունքը, մի քիչ ինքը բրոնխների, թոքերի խնդիր ունի, զգուշ լինի։ Այդ էլի, որտեղ քրտնում է։ Ինչ, հա, քանի մարսը առյուծում է, հարկավոր չի։ Քիչ մնաց արդեն։ Իրանք շուտ են գնալու, 20-ից հետո չեն գնալու, իրանք շուտ են գնալու։ Շուտ են գնալ, որտեղ հետները մաս կա գնացող, իսկ մասը գնում է, պետք է իր հետ գնամ, հետո ճանապարհը իրանք չեն։ Չէ, վտանգավոր բան չեմ տեսնում, Տիկին Լույսա, ես ավելին ասեմ, գնալու են բարով խերով մեծ ամուսինն էլ է գնում։ Հա, ընտանիքով են գնում։ Դեն էլ առյուծ է, հիմա մարս առյուծում է։ Դե մեկ է զգուշ լինի, մեքենայի այդ խնդիրներ, մենակ ավարիամին է, կարող է դոկումենտի հարցը, կարող է անվադողն է մի բան լինում, ուշադիր լինել։ Տիկին Լույսա ոչ բան չի եղնելու, խաղաղությամբ գնալու գալու են, ասում եմ, տարո կարտեզություն են տարի, որ ամեն ինչ լավ է լինելու, հանգիստ։ Մեկ էլ քիչ ձեր ընտանիքի մեջ վայ, վույ, բախի եւ այլն ինքնակռացամ զբաղվեք։ Եթե այդ ամեն ինչը չանեք, ձեր ընտանիքի լուսավորություն ավելի շատ կլինի։ Հերիքա մամայական ձևով ամեն ինչի վրա կռած։ Չի կարելի, դա բացական է։ Կներեք, որ կոպիտ երևի հնչեց։ Ռեալ են, հորթեր ինքը շոշափելին է, պիտի ամեն ինչ տեսնի, շոշափի, որ նոր հավատա։ Ամեն ինչի չես կարող հավատալ։ Մենք էլ ենք շնորհակալ զանգի համար։ Դու տենց միշտ վարդերի մեջ նստի։ Միշտ նստի վարդերի մեջ, դա էլ սիրո խորհրդանիշն է, որ գնահատված կին լինես, մայր լինես։ Սա ես քեզ կցանկանամ։ Գնահատված լինես եւ երեխեքի կողմից եւ ամուսնու կողմից։ Այն մնացածները քեզ պետք չէ։ Եվ շնորհակալ ենք զանգի համար, շատ շնորհակալություն, Աստված ձեզ հետ, Աստված պահապան։ Շատ մերսի։
Արման ջան, վերջացրեցինք, 3 զանգ եղավ այսօր, հետաքրքիր էր ու բոլորն էլ համարյա ընտանիքներին, մամաներն են իրանց երեխաներով։ Հետաքրքիր է, գիտեք որն էր, որ բոլորը միաժամանակ մտածում են ընտանեկան իրավիճակի, մամայական այդ օրհնանքի հետ կապված։ Այ 3 զանգ ստացանք, չէ՞, տարբերությունը շատ էր։ Տարբերությունը բոլորի հետ։ Երկու անկյաց եթե ասենք, 2 ծնողներ ահավոր ձևի, 3 ծնողներ ահավոր ձևի դեպի ընտանիք են։ Մեր հայկական բանով, չէ՞, Որտեւ հին մամաներ են։ Հա, դա է։ Հին մամաներ են, բոլորն էլ 50 անցած են, 100-ը կիսած են, մեկին թորնա, մեկին հարսնու փեսանա, բոլորին էլ էտ են։ Այ դա է հինը, այ դա է լավը, բայց քանի որ ժամանակները փոխվել են, այս իմ տարիքի մամաները ոչինչ չեն կարող անել։ Բայց հետաքրքիր մի բան կա, իմ ժամանակի մամաներն են բոլորն էլ մեր ընտանիքը շատ է տարբերվել, թող պարծենալ չլինի, բայց իմ տղան էլ հրայրը արդեն 50 էր լինում ամսի վերջին ապրիլի, նա էլ չամուսնացավ, բայց ես երբեք իրան չեմ ասել, վայ, ինչի չես ամուսնանում, ասում եմ, հրայր, բայ երբ ես ամուսնանալ, ասում եմ, կամուսնանա։ Տիկին Լուսա, իմ կյանքում էլ դուք լավ գիտեք իմ անցած կյանքի ճանապարհ, երկրորդ անգամ էր կյանք ապրում, առաջի անգամ հարսանիքից 3 օր առաջ ամուսնությունը հետաձգվեց, իսկ հիմա երկրորդ անգամ եմ ամուսնացել ու շատ երջանիկ եմ, իսկապես ես իմ ընտանիքի կինը, այն կինը, որ ես հպարտությամբ ասում եմ կինս սա ծանոթացեք։ Դուք լավ եք ճանաչում։ Կարևոր է դա շատ։ Իրոք, դրա համար միշտ ասում եմ, Աստծուն գցենք ամեն ինչ, թող ամեն ինչ լավ լինի ու ամենակարևորը իմ ու մի հատ բան, որ բոլորին կասեմ, պետք չի շարունակական սարքել են երևույթը, որ կինը պետքա միշտ խուսափի ճիշտ խոսելուց, խուսափի արտաքնապես ասել է ինչ որ կա։ Ոչ, ամուսինները պետք է իր հետ խոսեն, լսեն։ Երբ որ խոսքը լսել եղավ, մնացած ամեն ինչը կլինի։ Շատ շնորհակալ եմ ինձ հրավերելու համար, շատ շնորհակալ եմ այս եթերը կազմակերպելու համար։ Ամեն անգամ հպարտանում եմ, որ ձեր նման կնոջ ճանաչում եմ եւ Շնորհակալ եմ։ Ինձ էլ շատ լավ, որ դու ես չի սպասում, որովհետեւ բոլորը գիտեն, որ ես միշտ քննադատել եմ օգությամբ զբաղվողներին։ Գիտեմ։ Իսկ ինչ եմ քննադատում, այստեղ ոչ թե մոգություն եմ հերքում, ես չեմ հերքում։ Դա գոյություն ունեցել է մարդկության սկզբից, միշտ եղել է, կա ու կլինի։ Պարզապես որ մեր Հայաստանում անգրագիտությունը շատ է, մի երկու բառ գիտեն, մի երկու sense դափնուտերը վառել մարել գիտեն ինչ որ մի բան գիտեն։ Գրագետ, դու ջրհոս ես, իսկ ջրհոսի դարաշրջանում ենք, ջրհոսը Իրանից գիտելիք է, քանի Պլուտոն էլ ջրհոսում է, որ դու պետքա տարբեր մարդկանց հետ շփվես, խմբերի հետ միջև անգամ եւ ինչքան կարա զարգանաս, որ գոնե մի քիչ ես սխալ լինեմ այստեղ, որ հերիքա բոլորին քննադատեմ մոգությամբ զբաղվողներին, բայց որ քո ճակատը տենց փայլում է այսօր Արման ջան, ես ուզում եմ որ դու շատ կարդաս, ու այն ովքեր որ իրանց սուտի փուտի դրել են գիտունիկների տեղ, որ մենք այս գիտենք, այն գիտենք, այս կարող ենք, անկեղծ ասած այս տարոնել որ կա, ճիշտ է դա էլ 4000 բանը տարվա գիտություն է համարվում, ինքը շատ լուրջ բան է ու շատ վտանգավոր, եթե հիմա ինտերնետն էլ է վաճառում, հիմա աստղաբանն է ձեռը տարով վերցնում, որ ես դա չեմ ընդունում, դու կարող ես աստղաբանությամբ զբաղվել, բայց աստղաբանը թող ձեռքը տարը չվերցնի, որովհետև եթե քո պաշարը վերջանում է գիտելիքի աստղաբանության, դու էլ բան չունես, դու պետք է սկսես տարոն նայել, պրոբուդը ձեռքիդ մտնես տները էներգիա մաքրես, դա աստղաբանի գործը չի։ Աստղաբանությունը մոգություն չի, դա գիտություն է լուրջ։ Դա համար ես միշտ ասում եմ ամեն մարդ թող իր գործով զբաղվի ու դա ամեն ինչ կլինի։ Ես գիտեմ։ Դու ամեն ինչ պետք է ուսումնասիրես, որտեղ քո ձեռքը տարու ես վերցրել։ Ու որ մի քանի օրինակներ ստե բերեցիր, ինչպես այդ կեղտոտ բաները վրայից հանեն, մենք հայերս մոգություն չունենք, սլավոնականն է, ու այդ սլավոնականից թարգմանած ծեսեր կա, անկեղծ ասած դա մեր վրա չի ազդում, ինչքան էլ ուրեմն պետք է ռուսերեն ասես։ Իհարկե բոլոր ծիսակարգերն ունեն հին հրեական աղոթքներ, ռուսական։ Հրեաներին ամենաուժեղն է, ամենից ուժեղն է, մեր հուրուտն է, հուրուտը, ու այդ այն աղոթքները երկար կար մոռացա,
Այդ թալիսմաններն էլ անկեղծ ասած այդքան չեմ ընդունում, որտեղ դու պետք է շատ պատրաստ սրբերն են ունեցել, մարգարեներն են ունեցել, որոնք որ կարողացել են դրանք պատրաստեն իրանց երկար, Նարեկացին ունեցել է այդ հուրուտներն արելա, Հմայիլը հիշեց այդ աղոթքներն է, որը որ 7-10 մետր ունեցել է երկարություն։ Այո։ Դրանք ուժ ունեն, սաղմոսները ուժ ունեն, յուրաքանչյուր այդ թուղթուկիր այդ ինչ որ կա չար բաներ արածները սաղմոսների միջոցով կմաքրվի։ Ու այդ հուրուտները եթե կարդան ամեն մարդ իր տոնն ունենա, Հմայիլը ներողություն։ Հուրուտը թալիսմաններն այդ են բզեզն է։ Եգիպտական հին բզեզը, որով ինքը հնում պատրաստել են, որը անմահության նշան է։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ինձ վստահելու եւ ձեզ հոգնեցիր։ Չէ, հոգնեց չէ, սա իմ գործներ, որ շատ սիրով ձեզ հետ կատարեցի, շնորհակալություն։ Թող ամեն ինչ բարին բերի մեր ժողովրդին, ժողովրդյան դուք ինքներդ կորոշեք, արդեն տեսեք եւ գիտությունը, մոգությունը լա գիտություն համարվում, դուք ինքներդ կտեսնեք, բայց ճիշտը դա արդյունքն է։ Տեսնենք ինչքանով այդ արդյունքը կլինի, որտեղ ես յուրաքանչյուր աշխատանքի մեջ արդյունքն եմ գնահատում, որտեղ ում աշխատանքը կտեսնեմ արդյունք, ես դրան կընդունեմ։ Հիմա կտեսնենք արդեն արձագանքներ ինչպեսի կլինեն, Աստված բոլորիս հետ։